ամեկա բեմեկա ամեկ ոնց որ $12,000 մեռելի փող մեռելի փող ազգը պիտի ճանաչի իա բոզի տղեկին խնդրեմ ճանաչեք լափես գերեզմանակարի փող լափես ալո Շենգավիթի ոստիկանապետին եմ դիմում, վաղ էսկինը գալու է ձեր մոտ։ Հուսամ Շենգավիթի ոստիկանությունը առիթ չի տա, որ մենք վախվա նման նորից հարցակվենք Շենգավիթի քաղմասի վերեն։ Գտնել, բերել, այս սրան պիտի բերել եւ խոշտանգել։ Սենց բոզի տղեկին պիտի բերել եւ խոշտանգել։ Այնքան խոշտանգել վերջում լեշը 4 հագի շպրտեցած ասեց կծավ։ Գրիպից մեռավ։ Ասում էլի ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ։ Ամեն ինչը քծես ու մկծես։ Երկու մարդ մի երեխայա կորցնեմ խելագարվեմ, երկու երեխա կորցրած կնկա։ Բայց ես տիպի պորլիկի ծնունդ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան ղախ պիտղեն անդը չեմ ուզում տամաստել ստատուսա գրել է 3 ամսվա ընթացքում 90 օրվա 22 միլիոն 900,000 հդմը կտրոնա խփել տաքսին այսինքն ես գիտեմ որ ես դա չեմ տաքսինում ոչ մեկից իմ մաթեմատիկան շատ վատ է եղել շատ ես 6-րդ դասարան 5-րդ դասարանի մաթեմատիկում մաթեմ չգիտեմ կոտանգես սինուս կոսինուս արմատ քառակ այ մարդ չի մտնում իմ ուղեղում զորով չի եւ իմ մաթեմատիկան միշտ նշանակվել է 4 մի բան մի պայմանով որը չպիտի խոսամ Իմ մաթեմա հանրահաշիվ առարկայի ուսուցչուհին էր երջանկահիշատակ Տիկին Սահակյան, ընկեր Սահակյան էինք ասում, իդեալական, փայլուն, մի սենց շքեղքին, 60-70 անցեր, շքեղքին, նախ մեր բոլոր ուսուցիչներն էին շքեղ, բայց Տիկին Սահակյանը մի քիչ ուրիշ էր, Անգլիայի թագուհի Ելիզավետ լրիվ, անձրև, ցեղ, լել, կեղտլներ, այդ կնոջ կոշիկներից մինչև մազայցերը փայլում էր Ոչ մի թերություն։ Բայց ինչքան էլի մաթեմատիկան վատ է եղել, բայց ընկեր Սահակյանի տված գիտելիքներով, երբ որ ես տեսա Նիկոլ Փաշինյանի ստատուսը, մտեք այդ մարդ հեջի վրա դրած է, մենք էլ ենք դրել։ Մարդը գրել դրել է, որ 3 ամսվա ընթացքում ամիսները չեմ հանել, 90 օր, լավ, 90 օրվա ընթացքում Հանրապետությունում տաքսիները, տաքսի, որ քշում են, տաքսի, վիզի, խփվել է 22 միլիոն 900,000 հդմը կտրոն։ Տեսակ այդ թիվ, մտեք եջում դրած։ Երբ որ մենք, ես վերցրեց այ մարդոսում ես ինչ թիվ է, 22 միլիոն 900,000 կտրոնը որն է, Հայաստանում այդքան բնակիչ չկա։ Վերցրեցինք էդի բաժանեցինք օրերի միջև 90 օր, բաժանում ենք այս 22 միլիոն 900,000-ը 90 օրվա մեջ, որպեսզի հասկանանք ՀԴՄ-ների քանակը։ Մի օրը դուրս է գալի 254,000 ՀԴՄ։ Այսինքն Հայաստանի տաքսիները մի օրում կատարել են 254,000 պատվեր։ Խնդրում եմ, խելացի մարդիկ, ովքեր որ ես կյանքի մեջ, կամ այն մարդիկ, ովքեր որ եղել են Նյու Յորք, որ ամեն երկրորդ մեքենան տաքսի է, Գանկոնգ ամեն երկրորդ մեքենան տաքսի է, հələ մի հատ մտնեն և խփեն, հələ տենան Նյու Յորքը, քանի միլիոնանոց քաղաքը, օրը 254,000 ՀԴՄ խփում է, ինչ թիվ է։ Հասկացանք, այ բոզի տղա, քո
Այն եկած օրվանից մինչև այսօրը սաղ սուտ է։ Ինչ կա, չկա սուտ է, ինչ ասել ես, վերցրել ես, դրել ես, արել ես, սաղ սուտ է։ Բայց բաներ կան, որոնք որ պետք է ուրիշ հարցեր, ասեցին արագաչափերը հանելու եմ, խույվ ռոտ, եկավ ավելացրեց, ասես կարմիր գծերը, տրանսպորտ, սա հակառակն արեց, բայց սա, այդ ուրիշ բան էլի, բայց վերցնել, վարչապետ ես, պաշտոնական էջիդ վրա, գրեմ դնում ես 22 միլիոն 900 հազար հդմ կտրոնա խպվել 90 օրում, Վեկալում բաժանում ենք մի օրվա մեջ գալում է 254 հազար պատ, արա Երևանում այդ Հայաստանում, սկի 150 հազար տաքսի չկա, 254 հազար հդմը ո՞ւս կարալ այդ տղա, իսկ ինչ թվեր ես գրայ բոզի տղա, բանանը, ու ամենայն հավանական ինքն է գրել հոգեկան տվայտանքի մեջ նստած գրել է, առանց դեղերը խմելու, կամ մի հատ անգրագետ բոզի տղասելա թիվ երևա, էլի թիվ, որ տաքսիների հդմաները լավ բան է, թիվ գրիդի, ով է դնելու հաշվի, էլի չգիտեն, կա Վարդան Ղուկասյան, տեսեր է, վեկարել է կալկուլյատորը բաժաներա ստացել է ասես թիվ, հասկանում եք, Հայաստանի Հանրապետության վարչապետը կոչվում բոզի տղեն, Ինչ մուտի տա անեմ, ափաշքարա, ասենք, հենա մի անգամից հելի գրի ասա, որ ես եկնային գրասենյակ այդ պայմանավորը, ձմերը ձուն չի գալու, վերջ, էսի նույն բանն է, որ վեկալի գրի Հայաստանում, ձմերը ալևը ձուն չի գալու, որ ժողովուրդը հենի ասի, ախր ձուն այկեք, հենի ասի, էդի սու, էդի ֆեյսբուքում է գրած, ատես բան չկա, Հայաստանում ձուն չի, դու քեզի հաճեղի, որ ձուն է գալը, չէ, ձուն չի գալի, պրծով, այն նույն բանն է Ու ազգային ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի վեկալ է ստատուսը, կողնել հետնել կալկուլյատոր, գականի ամբյոմնի մոց, բացի երկու հեռախոս, բացի ես մեկն ասի Սա Նիկոլ Փաշինյանի էջը, թիվը, ես էլ կալկուլյատորը կուլ, խնդրեմ 254 հազար հդմը մի օրը, Այն դեպքում նախսես բան գույություն չէ, որ տաքսների կես հդմը չի խփում, այդքան մեքենա գույություն չունի եւ այլն եւ այլն։ Ասեմ Նյու Յորքը օրը այդքան պատվեր չունի։ Նյու Յորք երկա չէ տենց։ Երևը Հայաստանը որտեղից։ 254, այսինքն ափաշքարա գրում այն չանցավ։ Մոսկուտը կուտենք գնա վերջ։ Այնտեղ մարդիկ գրում են աշխատավարձ չենք ստանում, են չենք անում, այն MGU-ի համասարանի մասնաճյուղ Սաֆարյան Պավելի վրային բողոք գնում, որ 5 տարուց ավելա ոչ մի պրեմիա չի տվել, էդ էլ դե լափեմ, Հրազդան Ցեմենտան դե լափեմ, Մասիսի քաղաքապետան դե լափեմ, բացարձակապես ինքը ապրում է լրիվ ուրիշ աշխարհում։ Իա տաքսիների հդմաները իան արդարացրել են 254 հազար պատվեր սպասարկվում մի օրում։ Ասում եմ, Հոնկոնգը սենց թիվ չունի, Տոկիոն սենց թիվ չունի, Արցախը Հայաստան է և վերջ, այո, ու ոչ մեկ չի ասում, ես ինչ հա, այ բոզի տղա, դեղերը չես խմե, ես ինչ մուտի դեր ես բանանամ տարածում, որ ինչ, իմաստը որն է, նույն հաջողությամբ, ընկերաբազ, քո թոշակառուներն են բողոքը, ասում են, պարոն Ղուկասյան, Թոշակի գնացած KGB-ի ծառայողներ ենք 20 տարի, 30 տարի եւ այլն 89,000 դրամա արդեն 15 տարի մեր թոշակը ոչ բարձրանմա ոչ իջնմա 85,000 դրամ էտա հիմա հարց են տալի ասում են պարոն Աբազյանը մտադրություն չունի մեր թոշակները բարձրացնելու պարոն Աբազյան դուք մտադրություն ունեք թոշակ բարձրացնելու թե ոչ 85,000 դրամ, եկա KGB-ի գնդապետ, փոխգնդապետ, ես ինչ թիվ է, դու դրանով կապրես, աբազ, ուրեմն ես իմ նախընտրական ծրագրի մեջ գրել եմ, որ բարձրացվելու են բոլոր թոշակները, նպաստները, շատերը կարող է ասեն, պարոն Ղուկասյան, դուք խաբում եք, դուք պոպուլիստ եք, դուք չեք կարող թոշակ բարձրացնել եւ այլն Ուրեմն 2023 թվականին, սիրելի ժողովուրդ,
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ունեցել է 796 միլիոն դոլարի եկամուտ։ Ուշադիր խնդրում եմ այն մարդիկ, ովքեր ինձ պիտի անվանեն պոպուլիստ, այս թվերը գրեք մի հատ։ Նորից եմ կրկնում, 2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ունեցել է 796.9 միլիոն դոլարի եկամուտ։ Պետությունը վճարվել ընդամենը 181 միլիոն դոլար եկամտից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետ մասերը բաժանված են հետևյալ սկզբունքով. 21.8%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը, 49%-ը Women Rusdelo, Սվետլանա Երշովա, ով է Սվետլանա Երշովան, այդ հարցը պետք է տալ Ռոբերտ Քոչարյանին։ Մնացածը այնտեղ ինչա 30%-ը ինչա Միրզա Ազիզ Միրզախանով